Ողջույն սիրելի ունկնդիրներ, դուք լսում եք առաջնագծում հաղորդաշարը, որը մի հարթակ է, որի նպատակն է ներկայացնել մեր համայնքում տեղի ունեցող իրադարձությունները եւ այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով եւ նվիրումով նպաստում են մեր համայնքի ձևավորմանն ու ամրապնդմանը։ Այսօր իմ հյուրն է Մանուշակ Մուրադյանը, որի անունը անծանոթ չէ բնականաբար մեր համայնքին։ Մանուշակը հանդիսանում է նաև հայ եկեղեցու Տիկնանց միության անդամ, Հոմ Տիկնանց միության անդամ եւ վերջերս իր տղայի հետ միասին նրանք հիմնել են VN ընկերությունը, որը զբաղվում է մշակութային միջոցառումների կազմակերպմամբ։ Այդպիսի մի միջոցառում է մեզ սպասում այս կիրակի, բայց մանրամասները հիմա ես կթողնեմ Մանուշակին։ Բարի օր, Մանուշակ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ անդրադարձել եք մեր միջոցառմանը։ Մանուշակ ջան, երկու բառով կարող ես ասել, թե ինչ համերգ է մեզ կա սպասվում, երբ եւ ովքեր են ելույթ ունենալու։ Միջոցառման հիմքում ընկած է կանանց տոները, որը մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը կանանց միջազգային տոնը եւ հայ կանանց ապրիլի 7-ին նվիրված սիրո տոն է եւ այդ նկատառումով շնորհավորում եմ բոլոր կանանց տոնի արդիվ համերգին մասնակցելու են Վարդան Խաչատրյանը երգիչ, որը արդեն ծանոթ է մեր հայ համայնքին, ինչպես նաեւ Լիլիթ Կարապետյանը։ Եվ ինչու է Լիլիթ Կարապետյանը, որովհետեւ նա 90-ական թվականների Հայաստանի կարելի ասել սեքս սիմվոլն էր, դրա համար հրավիրել ենք նաև Լիլիթ Կարապետյանին։ Հուսով ենք կլինի շատ լավ համերգ, մենք ամեն ինչ կանենք, որ ձեր օրը լինի տոն, համերգը տեղի կունենա Լյուքս Գարդենում, հանդիսավարը կլինի Լևոն Միրզախանյանը եւ կլինի DJ։ Մանրամասների համար կարող եք դիմել։ Շատ լավ, Մանուշակ, ես իմ կողմից նախ եւս շնորհակալություն հիշեցնելու համար ես նույնպես շնորհավորում եմ բոլոր տիկնանց մարտի 8-ի կապակցությամբ եւ իմ կողմից ավելացնեմ, որ համերգը տեղի կունենա այս կիրակի մարտի 15-ին ժամը 17:00-ին Բղեն-Լալո քաղաքում, ինչպես նշեցի, Լյուքս Գարդեն սրահում եւ որի հասցեն է Rue Armand de Mour 2։ Այնպես որ սիրելի ունկնդիրներ, անպայման բաց մի թողեք այս համերգը, շատ հետաքրքիր եւ շատ կարեւոր միջոցառում է, ինչպես նաեւ ինչու՞ չէ վերջում նաեւ DJ մասնակցությամբ կարող եք շատ լավ ժամանակ անցկացնել։ Մանուշակ, ինչպիսի արդյոք ապագայում ինչ որ նոր միջոցառումներ կան, որոնք նախապատրաստում եք եւ շուտով կներկայացնեք համայնքին։ Նախ մի փոքր լրացում անեմ, մոռացա, կլինի հյուրասիրություն, բայց քանի որ պահքի շրջան է, կան մարդիկ, որոնք պահքի մեջ են եւ գրանցվելուց առաջ կխնդրենք, որ ասեն, որ իրենք պահք են, որպեսզի պահքային ուտելիքներ իրենց համար հատուկ պատրաստվի։ Իսկ առաջիկայում մտածում ենք ազգային ինչ որ քանի որ մայիսյան տոներն են մոտիկանում, այդպիսի մի հատ համերգ կազմակերպենք, տեսնենք, առաջ Աստված։ Շատ լավ, Մանուշակ ջան, ես կարծում եմ, որ շատ լավ երեկո է մեզ սպասվում, բոլորին քաջալերում եմ, որպեսզի անպայման մասնակցեն համերգին։ Մեկ անգամ եւս կրկնեմ, դա տեղի կունենա մարտի 15-ին երեկոյան ժամը 17:00-ին Լյուքս Գարդեն սրահում։ Մանուշակ ջան, ձեզ մաղթում եմ նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ եւ սպասում ենք անպայման ձեր մյուս միջոցառումներին։ Շատ շնորհակալ եմ, ձեզ հաջողություն ձեր բոլոր նախաձեռնություններում։ Արմինե ջան, մի հատ նորից մի փոքր լրացում նորից անեմ, քանի որ Բելգահայը ամեն դեպքում մեզ աջակցում է իրենց այսպիսի գովազդներով, մենք որոշել ենք առաջ Աստված, եթե ամեն ինչ շատ լավ բարեհաջող անցնի, իսկ ինձ թվում է, որ պետք է անցնի, մենք նույնպես մի փոքր հովանավորություն անենք Բելգահային, կսպասենք նաև Բելգահայից մարդկանց ու հուսով եմ լավ կլինի եւ ավելի լավ կլինի, որ մի քիչ շուտ գրանցվեն, քանի որ այդքան էլ մեծ սրահ չի եւ տեղերը սահմանափակ են։
Շնորհակալություն Բելգահային, ձեզ նույնպես։ Շնորհակալ եմ Անուշակ ջան, շնորհակալ եմ ձեր առաջարկի համար եւս, անպայման Բելգահայից կմասնակցեն մարդիկ եւ նաեւ շնորհակալ ենք ձեր հովանավորության առաջարկի համար, ինչպես գիտեք, Բելգահայը միակ հայկական ռադիոն է Բելգիայի համայնքում եւ դուք ինձանից ավելի լավ գիտեք, թե ինչքան կարեւոր է հայկական խոսքն ու երաժշտությունը տարածել հենց համայնքում։ Շնորհակալ եմ Անուշակ, ձեզ ասում եմ հաջողություն, իսկ դուք սիրելի ունկնդիրներ, մի հեռացեք, մնացեք մեզ հետ, որովհետև այսօր բացառության կարգով մենք նաև մեկ ուրիշ միջոցառման մասին ենք խոսում, իսկ դա մի փոքր դադարից հետո։ Կհանդիպենք։ Սիրելի ունկնդիրներ, նորից ես եմ եթերում Արմինե Հարեյանը, մի փոքր դադարից հետո մենք վերադարձանք եւ քանի որ մարտ ամիսը բավականին հագեցած է միջոցառումներով, իսկ մենք առաջնագծում փորձում ենք ներկայացնել բոլոր միջոցառումները։ Եվ այսպես մարտի 15-ին մենք ուզում ենք ներկայացնել եւս մեկ միջոցառում, որը տեղի կունենա Մաս Մեխելեն քաղաքում այս անգամ, բայց թե ինչ է, ինչի մասին է, այդ ամեն ինչը թողնեմ իմ հյուրին, ով ձեզ դա լավ կներկայացնի։ Եվ այսպես դիմավորեք Զարա Բադալյան, Նոր Հայաստան Կիրակնորյա դպրոցի հայոց լեզվի եւ հայրենագիտության ուսուցչուհի։ Բարի օր Զարա ջան։ Ողջույն հարգելի Արմինե։ Զարա ջան, մարտի 15-ին Մաս Մեխելեն քաղաքում ֆիլմ է ցուցադրվելու, բայց թե ինչ ֆիլմ, թողնեմ մանրամասները դու ինքդ ներկայացնես, լավ։ Եղավ, շնորհակալություն։ Մարտի 15-ին Մաս Մեխելեն քաղաքում ցուցադրվելու է Full House վայրեջ կարկածային կատակերգական ֆիլմը, որը ինչպես գիտեք, հեռուստատեսային սիթկոմի արդեն մեծ էկրան դուրս եկած տարբերակն է։ Ֆիլմը վերջերս է դուրս եկել եւ փետրվարի վերջի ցուցադրվել է Միացյալ Նահանգներում, Հայաստանում եւ այժմ եվրոպական շատ երկրներում եւ քաղաքներում։ Ֆիլմը ցուցադրվել է արդեն Անտվերպենում եւ Բրյուսելում եւ երրորդ ցուցադրությունը, վերջին ցուցադրությունը բելգիական կկայանա Մաս Մեխելեն քաղաքում այս կիրակի օրը, մարտի 15-ին ժամը 19:00-ին։ Ես կարող են տոմսերը գնել, որովհետև ես հիշում եմ բրյուսելյան ցուցադրման ժամանակ, երբ որ ես արդեն մտածում էի տոմս վերցնել, արդեն sold out էին, այսինքն այլևս տոմսեր չկային, այնպես որ սիրելի ունկնդիրներ, սա ձեր կարելի ասել վերջին հնարավորությունն է դիտելու այս ֆիլմը։ Անկեղծ ասած, մեզ մոտ էլ գրեթե տոմսերը արդեն սպառվում է, շտապեք, եթե ցանկություն ունեք տոմսերը ձեռք բերելու։ Մեր Facebook-յան եւ Instagram-յան էջերին, ովքեր հետևորդ են, նրանք արդեն տոմսեր ձեռք են բերել։ Facebook-յան էջն է Նոր Հայաստան, իսկ Instagram-յան էջը Մենք Sunday School էջն է։ Այնտեղ բիոյում նշված են բոլոր տվյալները, տոմսերի վաճառքով զբաղվում եմ ես, թե կարող եք WhatsApp հեռախոսային զանգ կամ ձայնային հաղորդագրություն գրել, թե անձնական նամակ, մի խոսքով շատ արագ պատասխանում եմ, շտապեք ձեռք բերել, վերջին տոմսերն են մնացել։ Շնորհակալություն Զարա ջան ինֆորմացիայի համար, բացի այս ֆիլմի ցուցադրությունից, ինչպիսի այլ դպրոցից մենք իհարկե մի քիչ ուշ ավելի կանդրադառնանք, բայց հիմա բացի ֆիլմի ցուցադրությունից, այլ ինչ միջոցառումներ ունեք նախատեսված, ինչ եք կազմակերպում, ինչպես եք փորձում համայնքի կյանքը այդ կողմում էլ ակտիվ պահել։ Այո, Արմինե ջան, ինչպես նշեցիք, համայնքի կյանքը մեր տարածաշրջանում մի փոքր պասիվ է, քանի որ մենք գտնվում ենք ավելի Բելգիայի արևելյան հատվածում եւ բավականին հեռու ենք խոշոր քաղաքներից՝ Բրյուսել, Անտվերպեն։ Մեր քաղաքը լանագեն քաղաքն է, թեպետ շատ մարդիկ չեն հասկանում, ավելի խոշոր քաղաքներով ենք փորձում լոկացիոն մոտեցնել մեր քաղաքին, սահմանակից ենք Նեդերլանդին եւ սա մեր առաջին գործունեությունն է, այսպես մշակութային կյանքը ակտիվացնելու մեր համայնքի համար, չհաշված միությունը եւ Կիրակնորյա դպրոցի, իհարկե դա կրթական ոլորտ է եւ փորձում ենք մեծ ցանկություն ունենք ամուսնուս հետ ակտիվացնել մշակութային կյանքը եւ այսպիսի միջոցառումները շարունակական լինեն։
Շատ կարևոր է այդպիսի միջոցառումներ շարունակական լինելու համար։ Մի փոքրիկ մեջբերում ինչպես որ ասեցի, Լանակենը ճիշտ է փոքրիկ քաղաք է, բայց կարծում եմ բոլոր հայերը շատ լավ գիտեն Մասմեխելեն անունը, այնպես որ մտածեք սիրելի ունկնդիրներ, որ Մասմեխելենը միայն շոփինգի համար չէ, այնտեղ նաև կարևոր միջոցառումներ են, մշակութային միջոցառումներ են տեղի ունենում։ Ճիշտ է, ես չգիտեմ երևի բախտի բերմամբ թե պատահմամբ սկզբնական կինոթատրոն, կինոսրահը Լանակենում էր ընտրված, պարզապես հետո հասկացանք, որ այսպես աթոռները չեն բավականացնում հանդիսատեսին, նստատեղերը քիչ էին եւ տեղափոխվեցինք Մասմեխելեն եւ իսկապես ճիշտ եք ասում, Մասմեխելենը շատ հարմար է, թե օրն է հարմար, օրը կիրակի է, թե ժամը, այնպես որ կարող են հյուրերը առավոտվանից գալ շոփինգ անել եւ այնտեղ հաճելի ժամանակ անցկացնել, իսկ երեկոյան արդեն ավելի մշակութային ձևով ավարտեն իրենց հաճելի կիրակի օրը։ Ինչպես հասկացաք, սիրելի ունկնդիրներ, կարող եք համատեղել հաճելին օգտակարի հետ կիրակի օրը ձեզ համար կազմակերպել մի շատ գեղեցիկ օր։ Զարա ջան, դու նաև դասավանդում ես Կիրակնորյա դպրոցում հայերեն լեզու եւ հայրենագիտություն ես դասավանդում։ Ես շատ լավ գիտեմ, բոլորս էլ գիտենք, որ այդ Կիրակնորյա դպրոցները բոլորը կամավորական են, կամավորական աշխատանքներն են։ Ինչն է քեզ ստիպում քո Կիրակնորյա ազատ ժամանակը տրամադրել այդ դպրոցին։ Դպրոցը հիմնել ենք 7 տարի առաջ, ամուսնուս եւ մեր մտերիմ ընկերների հետ միասին։ Ինչն է տրամադրում 3 բառով, 3 տարով 1 բառ, հայ լինելը։ Դա մեզ համար սա էլ մեր պայքարի տեսակն է, սա է մեր ծառայության տեսակն է հայրենիքին եւ կարող եմ ասել, որ սա արդեն առաքելություն է դարձել մեզ համար։ Հասկանում եմ, իսկ շատ են երեխաները դպրոցում։ Բավականին շատ են, թեպետ փոքրիկ է մեր համայնքը, բայց այն երեխան, որ գալիս է մեր Կիրակնորյա դպրոց, այլևս դառնում է մեր մշտական սանը։ Ունենք բազում դասարաններ հայոց լեզվի, գրականության, տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված, հայրենագիտության դասարան, ունենք հայ ժողովրդական պարի դասարան 2 խումբ, փոքրերի եւ մեծերի, շախմատի դասարան ունենք, բոլոր ուսուցիչները երիտասարդ, տաղանդավոր եւ բազում հաջողությունների հասած հայորդիներ են։ Շնորհակալ եմ Զարա ջան այս փոքրիկ հարցազրույցի համար, շատ հաճելի էր։ Եվս մեկ անգամ կրկնեմ մեր ունկնդիրների համար, որ այս մարտի 15-ին, այս կիրակի օրը երեկոյան 19:00-ին Մասմեխելենի Պատե կինոթատրոնում կարող եք վայելել Full House լիամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Շնորհակալ եմ Զարա ջան, ես քեզ ասում եմ ցտեսություն եւ մաղթում ձեզ մեծ հաջողություններ թե դպրոցում, թե մշակութային կյանքի կազմակերպման հարցերում։ Ես էլ եմ անչափ շնորհակալ Արմինե ջան այս հնարավորությունը ընձեռելու համար, ձեզ հաճելի օր։ Ձեզ նույնպես։ Սիրելի ունկնդիրներ, մնացեք Բելգահայի եթերում եւ վայելեք հայկական խոսքն ու երաժշտությունը հենց այստեղ Բելգիայում։ Ես ձեզ ասում եմ ցտեսություն, կհանդիպենք առաջնագծում հաղորդաշարի հաջորդ եթերներում եւ հիշեք, մեր լավագույն պահերը մեզանից մի կադր են ընդամենը հեռու։ Ցտեսություն։